Հայ եկեղեցու հոգևոր առաջնորդության դեմ անկասելի արշավի քողի ներքո Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունն իրականում գաղափարական արկածախնդիր արշավ է մղում ընդդեմ հայկական ազգային եկեղեցու գաղափարախոսության ու համակարգի։ Բագրատ, Միքայել եւ Մկրտիչ սրբազանների, ինչպես նաեւ տասնյակ հոգևոր սպասավորների նկատմամբ հարուցված ապօրինի շինծու քրեական գործերը, հետապնդումներն ու դատական ֆարս վճիռները հաստատում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանության նպատակը հայ եկեղեցու համակարգի կազմաքանդումն է։ Երկրում խախտվել է աշխարհիկության սկզբունքը, իշխանությունների տարանջատման սահմանադրական պահանջը, դատական իշխանությունը հլու հնազանդ կախված է մեկ անձի կամայականությունից, պետական ուժային ինստիտուտները կայուն չեն, կորցրել են զսպվածությունը, քաղաքական չեզոքությունը, ավելին, ամրապնդում են իշխանության պարտադրած պետություն քաղաքացի չհաղթահարվող բարիկադները եւ տրամադրված են գործադրել զանգվածային ֆիզիկական բռնություն։ Սեփական իշխանությունը պահելու մարմաճով տառապող քաղաքական լեգիտիմությունն ու դիմագիծը վաղուց կորցրած անսկզբունքայնության կործանարար ճգնաժամ ապրող այս իշխանությունն ունակ է ցանկացած հակաժողովրդական քայլի, ընդհուպ սեփական ժողովրդի դեմ անողոք բռնաճնշումների։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրությանը դիտարկում է որպես սպառնալիք, որին չեզոքացնելն իր եւ իշխանական խմբակի համար դարձել է ազգային անվտանգության խնդիր։ Իշխանությունը թշնամի է հայտարարել ազգային ինստիտուտներն ու խորհրդանիշները եւ հանրությանը պահում է վախի բարոյազուրկ մթնոլորտում։ Հայաստանն այս ընթացքով անարգել գլորվում է դեպի վտանգավոր փուլ, որն անխուսափելիորեն տանելու է պետության քայքայման։ Գահավիժման արգելակները սեղմել հնարավոր է։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի եւ Սփյուռքի ազգային պետականամետ եւ առաջադեմ բոլոր քաղաքական միավորներն ու անհատներն ունեն օրակարգային մեկ խնդիր՝ ինչպես կասեցնել հայկական պետականության եւ ազգային ինքնության համակարգի փլուզումը, ինչպես կանխել պետականակործան այս իշխանության վերարտադրվելու հնարավորությունները։ Հայաստանյան հանրային միջավայրը ցավոք դարձել է այլասերող տարատեսակ գաղափարախոսությունների, ապազգային համաշխարհային թրենդների, մանիպուլյատիվ խաղաղասիրության պատրանքների դրսևորման փորձադաշտ, ինչը պարարտ հող է ազգային ներուժի ջլատման եւ ներհայկական թշնամանքի արմատավորման համար։ Հետպատերազմյան երկրում պարտվածի հոգեբանությունը կարող է փոխակերպել միայն առաջընթացի տեսլական եւ ծրագիր ունեցող հայը, որը անկախ իր կրոնական ընկալումներից ու համոզումներից այս օրերին պիտի ողողի Հայաստանի եւ Սփյուռքի հայկական եկեղեցիները, բակերը եւ լռելիային սատարի իր ազգային ինքնության համար դարերով կռիվ տված եկեղեցու միասնության պահպանմանը։ Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանության բռնաճնշումների բոլոր դրսևորումները, զորակցում քաղաքական դրդապատճառներով ապօրինի կալանավորված կամ ազատազրկված մեր աշխարհիկ ու հոգևոր հայրենակիցներին։